Բադալյան ջան, բարև ձեզ։ Միկրոֆոնով եմ խոսում։ Բարձրախոսով եմ խոսում ձեր հետ։ Մենք ստեղ կանգնած ենք։ Ուզում ենք դուք իշնեք ներքև, մի հատ հասկանանք մեր այս հարցը ինչ ա լինել գործերը։ Հիմա ինչ անենք, այս մարդիկ չեն գնում, սպասում են ինչ որ մեկն ու մեկի պատասխանեն։ Սանկո ջան, ես նպատակար մաշեմ գտնում եք հարցն տենց ինչ է բարձրախոսով պատասխանը թե ինչ հարցա պետական քննարկել։ Հարցը տեսակ հարցը։ Ինչ պատասխան է։ Այսինքն մեզի ոչ մեկ ոնց հասկանում եմ բանի տեղ չի դնում, էլի։ Всё։ Շարքային քաղաքացինում է պետք։ Ճիշտ չեմ ասում։ Ասես չեմ գալու։ Ինչ եք պատրաստում անել։ Չեմ անում, ճիշտ ասած չգիտեմ։ Չի գալիս Բադալյանը։ Եթե Բադալյանը չի գալիս, սա կորոշենք էլ ինչ ենք անում։ Ռուսը մենց են ուզում անեն, որ ամեն ինչ հասնի եսիմիջ գագաթնակետի։ Որ մարդկանց բռնեն տանեն, փակեն, չգիտեմ նմանատիպ բաներ, տենց բաներ են ուզում, ձգտում են դրան։ Ինչ որ կանեք, հիմա որոշում ինչ եք անելու դուք։ Եթե շարքային քաղաքացուն ոչ մեկ ոչ մի բանի տեղ չի դնում, ինչ որոշենք։ Նշանակ եթանք մեզի գցենք բարձանենք, որ հասկանան խնդիրների հարցը հասկանան, հետ ամնում, հետ են ուզում անեն։ Մեկն ու մեկը իրան վնաստավոր հասկանա, առավոտը տեղեկացանք, որ գործարանի աշխատակիցների մեկը սրտի խնդրով տարել են հիվանդանոց։ 10 օրեր մեր հետ էր մարդու հետ ինչ-որ մի հատ խնդիր է լավ։ Պարտադիր սաղի հետ մի բան լինի, всё վերջ, եթան այ պրծնի գնա։ Ինչ են ուզում, ես հասարակ քաղաքացուց չեմ հասկանում։ Մարդիկ ուրիշ բան չեն պահանջում, մարդիկ իրանց արդար քրտինքով ուզում են աշխատեն, իրանց գումարը վաստակեն, իրանց տները պահեն, ուրիշ ոչ մի բան։ Այս պահին չգիտեմ, ինչ անենք։ Ոնց հասկացա, եթե Բադալյանը չի գալի, ոչ մեկ էլ ինստավապես մարդ չի գա, մեզի ոչ մի պատասխան չի տա, մեզի բանի տեղ դնող չկա, այն վաղտ պետք կլնենք, երբ որ ինչ-որ մի չգիտեմ, ընտրություն լինի կամ չգիտեմ, եսիմ ինչ լինի, մի փոփոխություն է, այդ վաղտ արդեն շարքային քաղաքացին իրանց համար պետք է գան սաղի տները կամ դռները կծեցենք, ասեն դուք մեզի պետք եք, հիմա մենք իրանց պետք չենք, всё։ Ոնց հասկանում եմ, մենք ոչ մի բան ենք ստե, զրո ենք։ Ինչ անենք, չգիտեմ, ինչ անենք, ես հետ եմ ուզում հասկանամ։ Ինչ որոշենք, ինչ անենք, ախպեր, ես չեմ ջոգում, ախպեր, մարդ ոչ մեկ չի ուզում մտածի, ես հասարակ մարդկանց համար, լավ։ Էդ ու մենք գործարան թե սպասում ենք տղեկ։ Սպասեք չանենք, գործարան։ Ոչ մեկ չի իշտում։ Ստեչի զանգել են, ստեչի տեղում չի։ Ստեչի չի իշտում։ Ավել տեղում են չէ։ Ավել տեղում։ Գնացին գործարան, մեզի ոչ մեկ էլ ստեղ ասել ասող պետք չեն, ախպեր։ Թուրքի լամուկները նստած կոմենտարյաներ են տունը պարապ գնում։ Ասա է ոչխարի ծնունդներ, այդպես բաներ որ գրում եք տակը։ Մարդկանց դրությունը հասկանում եք որ գրում եք, այդ թուրքի ծնունդներ։ Ու եթե դիտակ մտնում են ասես գրում են ոչխարի ծնունդները։ Էթանք նստենք, սպասենք, գիշեր ցերեկ մինչև տոտո սպասեն։ Դու տենան հələ ինչ վիճակում է ժողովուրդը։ Էթալոնք մեր գործարան դիմացը նստենք սուտկեքով։ Գնացինք։
Ահա։